բոլորին, սիրելիներս ինչպես եք, բարի դարուստի Մալիկ, այսօր միասին պատրաստելու ենք շատ համեղ բիսկվիտ, ամենահամեղ բիսկվիտներից մեկն է, ինչու եմ այդպես ասում, որովհետև ինչ ասես, որ չի պարունակում, այն ամենահամեղ բաները, սովորական բաղադրիչներից բացի ավելացնելու ենք շոկոլադի հատիկներ, ընկուզեղեն, կոկոսի քերուկ, մի խոսքով մնացեք իմ հետ, որպեսզի տեսնեք, թե ինչ ենք պատրաստում։ Պատրաստելու ենք 5 ձվով, 5 ձու ենք օգտագործելու, իմ մոտ փոքր են ձու, եթե մեծ ձու է լինելու, կարող եք 4 հատ օգտագործել, ալյուրն է այստեղ մոտավորապես սիրելիներս 2 բաժակ ալյուր է, այսինքն 250 գրամ, մեկի մոտ կարող է մի քիչ շատ, մեկի մոտ կարող է մի քիչ լինել, մածունը պահեցի միկրոալիքային վարարանում, մի փոքրիկ տաքացրել եմ, որպեսզի ավելի լավ ստացվի, աշխատեք, որպեսզի մածունը կամ թթվասերը մի փոքրիկ գոլ վիճակում լինի, ջեռոցնել միացրեք, որպեսզի տաք լինի, թխելու ենք 180 աստիճանում, շատ կարևոր է, որպեսզի ջեռոցը լավ տաք լինի, մածունը մեկ բաժակ է, 300 մլ-անոց բաժակ է, սիրելիներս, շաքարավազ ենք օգտագործելու, այստեղ մեկ բաժակ է, բայց ես ավելացնելու եմ նաև երկրորդ բաժակը, որպեսզի 2 հատ բաժակ իրար կողքի չդնեի, այսպես ավելի լավ է, դե էտել եմ մոտավորապես 300 գրամ շաքարավազ, այդպես ասեմ, որ ավելի ճիշտ լինի, փոքրիկ բաժակ է իմ մոտ, սոդա ենք օգտագործելու 1,5 թեյի գթալ, 1 ճաշի գթալ կացախ ենք օգտագործելու և 60 մլ սովորական անհոտ ձեթ, իսկ մնացածը շոկոլադը օրինակ 50 գրամ է, 50 գրամ շոկոլադի հատիկներ, 50 գրամ բոված վիճակում գետնանուշ է, 50 գրամ կոկոսի քերուկ է և 50 գրամ սովորական ընկույզեր, դե իհարկե մանրացնելու եմ ընկուզեղենը խմորի մեջ ավելացնելուց հետո, բայց հիմա սկսենք պատրաստել խմորը, ձուն և շաքարավազը պետք է իրար հետ լավ հարենք։ 5 ձու, շաքարավազ և երկրորդ բաժակ շաքարավազը։ Հիմա այս ամենը պետք է մի լավ հարենք, որպեսզի ձուն և շաքարավազը լավ փրփրեն։ Ձուն և շաքարավազը լավ հարելուց հետո ավելացնում ենք մածունը։ Նաև ձեթը։ Ձեթը ընտրեք անհոտ տարբերակ, կարող եք դրա փոխարեն օգտագործել կարագ։ Սիրելիներս, կարելի ասել խմորի մեծ մասը պատրաստել ենք, հիմա մեզ մնաց սոդան, որը ավելացնելու ենք ալյուրի վրա, ուրեմն 1 գթալ բլրակով և կես գթալ, այսպես, իրեն մի լավ այսպես կխառնենք, ու մաղի միջոցով անց ենք կացնելու հիմա խմորին։ Մաղի միջոցով ենք անցկացնում, որովհետև թթվածին ենք հաղորդելու։ Տեսնում եք, չէ, ես այս ընթացքում ջեռոց միացրած եմ պահել, որպեսզի համոզված լինեմ, որ իմ մոտ ջերմաստիճանը լավ է լինելու, բարձր է լինելու, քանի որ մեր տնական ջեռոցները պրոֆեսիոնալ ջեռոցներ չեն, ինչքան էլ որ պրոֆեսիոնալ առնենք, հիմնականում ջերմաստիճանը այդքան էլ լավ չի պահպանվում, սովորականից ցածր է լինում, դրա համար երկար պահեք, որպեսզի ջերմաստիճան մոտավորապես ես 20 րոպե պահում եմ, որպեսզի ջեռոցը լավ տաքանա։ Այ օրինակ աշխատանքի վայրում մեր ջեռոցները 180 աստիճանի տակ, եթե ինչ-որ բան թխենք, շատ բարձր է լինում, այսինքն պրոֆեսիոնալ է, շատ ճիշտ ջերմաստիճանը պահպանվում է։ Դրա համար եմ ասում։ Դուք այսպես իմ նման միանգամից ալյուրը չլցնեք, դուք քիչ-քիչ կանեք ու կխառնեք։ Ես քանի որ գիտեմ, որ ալյուրի չափը իմ մոտ ճիշտ է, արդեն լավ փորձ ունեմ, գիտեմ ինչ ալյուր եմ օգտագործում, դուք քիչ-քիչ կանեք, որպեսզի հեշտ լինի։ Ու հիմա խառնում ենք։ Սոդան կողք տնեմ, որ ինձ էլ պետք չի։ Ամանը մի քիչ մեծ աման դուք կվերցնեք, որպեսզի իմ նման այսպես չտանջվեք։ Մի քիչ ալարկոտեմ, պետք է ներքևի հարկից գնամ, ուրիշ աման վերցնեմ, այսպես տանջվում եմ իմ ալարկոտության պատճառով։ Այ ուզում եմ, որպեսզի տեսնեք
խմորի թանձրությունը ինչպիսին է։ Սիրելիներս, շատ ալյուր չավելացնեք, եթե ուզում եք ձեր բիսկվիտը լավ ստացվի։ Ու մի բան ասեմ, որովհետև ավելացնելու ենք տարբեր տեսակի ծանր մակերես, հիշեք, որ հնարավոր է, որ բիսկվիտը շատ լավ չբարձրանա, որովհետև այս բաղադրիչները խանգարում են, բայց շատ համեղ են ստացվում։ Ես ընտրել եմ 26 սանտիմետր տրամագիծ ունեցող ջեռոցի աման, բայց եթե դուք ուզում եք շատ բարձր լինի, կարող եք 24-22, բայց խորհուրդ չեմ տալիս, որպեսզի ներսից լավ թխվի, խորհուրդ եմ տալիս մեծ տրամագծով վերցրեք, թող բարձր չլինի, բայց շատ համեղ ու լավ ստացվի։ Հիմա ես այստեղ կավելացնեմ կոկոսի քերուկը, շոկոլադի հատիկները, իսկ ընկուզեղենը կմանրացնեմ, նոր կավելացնեմ։ Վերջ, շատ չեմ մանրացնում, այսպես։ Ասեք, որ դեռ հում վիճակում ինչ գեղեցիկ տեսք ունի, արդեն պատկերացնում ենք ինչքան համեղ է լինելու այս բիսկվիտը, սիրելիներս։ Մի լավ էսել կխառնենք և կուղարկենք ջեռոց։ Վերջում ավելացնում ենք 1 ճաշի գթալ քացախ։ Ես քացախը միշտ վերջում եմ ավելացնում, բոլոր բաղադրիչները խառնելուց հետո, այդպես ավելի ճիշտ է։ Վերջ խմորը պատրաստ է։ Վերջ սիրելիներս, բիսկվիտը ուղարկում ենք, ջեռոցս լավ տաք է, ուղարկում ենք մոտավորապես 40 րոպեում թխվելու է։ Եթե հնարավորություն եք օդափոխիչը անջատել, անջատեք, առանց օդափոխիչի պատրաստեք, որպեսզի ավելի լավ ստացվի, որովհետև օդափոխիչով ինքը շատ արագ է կարմրելու, ներսից հնարավոր է, որ հում մնա։ Կհանդիպենք, երբ արդեն պատրաստ լինի։ Սիրելիներս, մինչև բիսկվիտը պատրաստ կլինի, մոտավորապես 10 րոպե է մնում, շոկոլադ ենք հալեցնելու։ Հզատիկից մնացած ձու ունեմ, ձվի շոկոլադ ունեմ ու այնպիսի շոկոլադ է, որ հենց ընկույզ ունի, ընկույզ, պնդուկ, այդպիսի բաղադրություն ունի, հենց ավելի լավ կհամապատասխանեցնի հենց բիսկվիտին, կհալեցնենք երեսին հալեցնելու համար, երեսը զարդարելու համար, քանի որ հենց կատնային շոկոլադ է, ոչ կարագ կխառնեմ, ոչ էլ կաթ։ Եթե դառը շոկոլադ եք հալեցնելու, մի փոքրիկ հիշեք, կամ կաթ, կամ կարագ անհրաժեշտ է եւ փայլի, որպեսզի հետո էլ չչորանա, պինդ, գիտեք, շոկոլադը պնդանալուց որքան չոր է լինում։ Հիմա սա կհալեցնեմ, մոտավորապես 200-220 գրամ շոկոլադ կլինի, հալեցնեմ, որպեսզի երեսը զարդարենք։ Այ տեսեք, այսպիսի տեսք ունի, արդեն մի անգամից ստացվեց, ջնարակ, պնդուկներն էլ հետը։ Եթե ուզում եք դուք էլ այսպիսի ջնարակ ունենաք, կարող եք սովորական շոկոլադը հալեցնել, մի փոքրիկ էլ ընկուզեղեն, պնդուկ, ինչ ուզում եք, մանրացրեք, ավելացրեք, շատ համեղ է ստացվելու, այ կտեսնեք։ Բիսկվիտն էլ է պատրաստ, սիրելիներս, թողնում ենք հովանա, որպեսզի շարունակենք։
Տեսնում եք, չէ, հրաշք ստացվեց։ Սովորական բիսկվիտից հրաշալի տորտ ենք ստացել։ Սիրելիներս, ճոխ, համեղ, տնական, ամենակարևորը շատ համեղ է լինելու։ Դե ովքեր որ ընկուզեղեն շատ են սիրում, պնդուկ, ընկույզ, մի խոսքով, որ իմանաք ոնց է որում, չեք պատկերացնի։ Սիրելիներս, թեյ խմեք, անուշ արեք, սուրճ խմեք, ինձ էլ կհիշեք, չմոռանաք, կիսվեք բաղադրատոմսով ձեր ընկերների հետ, պատրաստեք, նկարներն էլ ուղարկեք։ Ինձ դուք ուղարկեք նկարները, իսկ ձեր նկարները կհայտնվեն իմ ինստագրամյան և ֆեյսբուքյան էջերի սթորի բաժնում։ Դե ինձ սիրելիներս, հիմա ես կփորձեմ կասեմ համը ինչպիսին է, իսկ մենք կտեսնենք հաջորդ տեսանյութում։ Շնորհակալ եմ բոլորին։ Այս ինչ համեղ է, սիրեմ։